Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Քանի որ թեման այնպիսին է, որ բնական կլներ, որ բազմաթիվ մտքերի համընկնումներ կլինեն իմ նախապատրաստած խոսքի մեջ, ես կաշխատեմ այդ համընկնումները իմ խոսքից հանել։ Այնուամենայնիվ, պարոն Դավթյանը ինձ տեղ թողեց, որպեսզի ես խոսեմ արդարադատության, նաև քաղաքացիական, վարչական, սնանկության, մյուս հարաբերությունների, որովհետև փառք Աստծո մեր հասարակության գերակշռ հատվածը այդ ոլորտին առնչվում դատական համակարգի եւ ավելի քիչ մասը, դա Աստված որ ավելի քչանա քրեական արդարադատությանը։ Այնուամենայնիվ նախ կուզենայի հետևյալից սկսել, որ ցավոք սրտի այսօր մենք ունենք այնպիսի իրավական անվտանգային միջավայրի բացակայություն, որտեղ պարզապես դատաիրավական համակարգի ռեֆորմներ անցկացնելու կամ առաջարկներ ներկայացնելը գուցե կթվա ոչ առաջնահերթ։ Բայց միաժամանակ ես երեք վերջին օրերին, երբ որ պատրաստվում էի ես հանդիպմանը, տարօրինակ մի բանի եկա, եզրահանգման կամ բացահայտման, որ փաստացի կատարված միակ ռեֆորմը, որը էական, նոր դատաիրավական համակարգ է ստեղծվել է 95-96 թվականներին, երբ հիմնադրվել է այն դատական համակարգը, որը մինչև օրս շարունակվում է ըստ էության սահմանադրական արդարադատության առանձին ճյուղ, երաստիճան դատական համակարգ, նախաքննական, հետաքննական մարմինների տարանջատում եւ այս համակարգը հետագայում որոշակի փոփոխությունների բնական է ենթարկվել է, նախաքննությունը անջատվել է դատախազությունից, որ կհիշենք մեծ մասս, որ դատախազության վրա կար քննչական ուրեմն մարմնի նաև ներառում էր քննչական մարմինը եւ այլն։ Այնուամենայնիվ այդ ծանր պայմաններում 95-96 թվականներին կատարվել է մի ռեֆորմ, որը իր չափերով, իր տեսակով գուցե օրինակ է, թե ինչպես կարելի է անգամ ամենածանր պայմաններում գնալ այդ տեսակ ահռելի ռեֆորմի։ Եվ արդարացիորեն ասենք, որ այնուամենայնիվ այդ ռեֆորմի արդյունքում ստեղծվել էր դատախազական համակարգ, որը որոշ դեպքերում նաև իրոք կարողացել է անկախություն դրսևորել։ Եւ ես կարծում եմ, որ շատ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ եթե չլիներ 2008 թվականի դատական համակարգին հասցված այդ կացնի հարվածը, գուցե թե մենք այսօր չունենայինք այս աստիճան աղետալի վիճակ մեր դատաիրավական համակարգում։ Բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ երկրորդ հարվածը մենք ստացանք 16-18 թվականներին, երբ սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատական համակարգի կախվածությունը, եթե նախկինում գործադիր իշխանությունից էր, ըստ էության մենք դատաիրավական համակարգը մտցրեցինք քաղաքական մեծամասնության տակ։ Եվ այսօր տեսեք, Վճռաբեկ դատանի դատավոր, սահմանադրական դատանի դատավոր, ԲՏԽ անդամ, այս բոլորը ոչ միայն գործադիրին պիտի հաճո լինեն, նաև հաճո պիտի լինեն քաղաքական մեծամասնությանը։ Ասենք պատգամավորի, որը եթե դատարան բառը ուզենա գրի, կներեք, բայց 3 տարասխալ կանի։ Եվ այդ պատգամավորները այսօր ընտրում են մեր դատաիրավական իշխանության այն բարձրագույն մարմիններին։ Այսինքն մենք երբ որ քննարկում ենք այս առաջարկը, իսկապես գուցե պետք է բերել քաղաքական ուժերի պատասխանատվության տակ դնել, որ հետո այդ քաղաքական ուժն էլ պատասխանատու լինի իր ստեղծած դատաիրավական։ Ոչ թե մի քաղաքական ուժի մեծամասնություն որոշի այդ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը։ Իսկ այս պարագայում, երբ որ մի SMS-ով
անկախ դատական ամենաբարձր դատական մարմնի ղեկավարին տուն են ուղարկում, այստեղ արդեն ընդհանրապես դատաիրավական համակարգի անկախության, այս քաղաքական համակարգի մի մասը, դի արձանագրենք այս փաստը եւ այդ փաստից ելնելով դի հասկանանք հետագա ինչպիսի գործողություններ կամ ինչպիսի գործընթացների արդյունքում կամ պիտի համապատասխանեցնենք այս իրականությունը, քաղաքական պատասխանատվություն դնենք դատաիրավական համակարգի անկախ կամ անաչառ գործունեություն թող, անաչառությունն է ես կուզեի այստեղ, կամ ընդհակառակը ինչ քայլերի արդյունքում դի կարողանանք ամբողջությամբ այդ տարանջատենք այդ երկու համակարգերի կապի կախվածությունը իրարից։ Եվ այս պայմաններում իհարկե ես այսօր կուզենայի մեր այն առաջարկներից խոսել, որոնք շատ կոնկրետ են եւ որոնք ուղղված են օրինակ արդարադատության որակը բարձրացնելու համար։ Հիմա հետ գնամ այդ քաղաքացիաիրավական եւ վարչաիրավական հարաբերություններին։ Տեսեք 18 թվականից հետո, երբ որ այդ ելույթները եղան, անկախ դատական համակարգի, անկախ դատարանների միջոցով հասարակության խնդիրների լուծման, լինելով պրակտիկ իրավաբան, կարող եմ այդ նաև որպես այդ ընթացքին ծանոթ մասնագետ արձանագրեմ, որ քաղաքացիների մոտ սկսեց դատարաններ հայցերի մեծ հոսքեր, որտեղ այդ տարիների ընթացքում կուտակված անարդարությունները մարդիկ որոշում են լուծել արդեն արդար դատարանների միջոցով։ Ու դատական համակարգը ըստ էության կաթվածահար եղավ։ Կաթվածահար, որտեղ ես գիտեմ, որ վարչական դատարանում դատավորներ են եղել, ովքեր տարեկան քննել են ավելի քան 1800 գործեր։ Այս մի դատավորի համար, որպեսզի հասկանանք ինչ թիվա, պիտի բաժանենք մեկ տարվա օրերի վրա ու հասկանանք, արդյոք այդ դատավորը այդ պայմաններում կարող է ուրեմն որակյալ արդարադատություն իրականացնել։ Նույն իրավիճակը քաղաքացիական գործերով էր, երբ որ էլի մարդիկ բոլոր իրենց խնդիրները որոշում էին լուծեին դատական համակարգի միջոցով, որտեղ եթե նախկինում համարում էին, որ դատավորը կոռումպացված է, դատավորը իշխանություններինն է, բանինն է, համայնքի ղեկավարինն է եւ այլը, հիմա ստեղծվել է պայմաններ, որ ես իմ տան գույքային հարցերը, չգիտեմ, հողի հարցը, սեփականության իրավունքի գրանցման հարցը կամ այսինչ հիմնարկի հետ իմ ստանալիքի հարցը լուծեմ դատարանի միջոցով։ Մենք այդ իրավիճակից ելնելով արդեն նախկինում եղած, մենք օրինակ առաջարկում ենք Առաջի Ասիանի երկօղակ դատական համակարգի նոր մոդել, որտեղ ուրեմն նվազ, մինչև 3 միլիոն դրամի գործերը կամ թեթև գույքային գործերը կքննել թաղային դատարանը, դրանից հետո արդեն ավելի բարձր գույքային վեճերը, 3 միլիոնից ավել գույքային կամ բարդություն ունեցող ժառանգության հարցեր եւ այլը կլուծեր երկրորդ օղակի դատարանը։ Դրանով էականորեն կարող ենք նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչի հաշվին ակնհայտ է, որ կբարձրանար արդարադատության որակը։ Դե բնականաբար մեր ռեֆորմներ այդ առաջարկները այս իշխանության ժամանակ թեև արվել են, բայց ուշադրության չեն արժանացել, իսկ որպեսզի արվել դրա համար պետք էր մյուս տարբերակը, որ մենք ինքներս քաղաքական իշխանություն կարող էինք դառնալ եւ այդ բարեփոխումները անցկացնեինք։ Ինչ արեցին 18 թվականից հետո գործող իշխանությունները։ Որոշեցին, որ վարչական բարույթները, ուրեմն վարչական դատարանի գործերը թեթևացնելու համար որոշակի քայլեր ձեռնարկել։ Ես խնդրում եմ, հիմա կարծում եմ մասնագետներ կան դահլիճում, բայց այդ զավեշտը ուղղակի եթե չեք դիմանա, կարող եք ծիծաղել։ Ասեցին, պիտի վերադասության կարգով բողոքարկվի։ Բողոքարկեցինք վերադասության կարգով ստանդարտ պատասխան ուղարկեցին, նույն հայցերը ուղարկեցինք վարչական դատարան։ Առաջ էր 1000 հայց քննում է դատավորը, հիմա էլ է 1000 հայց քննում։
Բայց այդ հայցի հետ մի հատ էլ քննում այն վարույթը, որը ոստիկանությունում տեղի է ունեցել։ Այդ շինց ու ինչ-որ արհեստական մի հատ ստանդարտ բանով գնացող վարույթ։ Գործի ծավալը ուժեղա։ Ասեցին, չէ, լավ, այս ոնց որ չթեթևացրեց։ Ուրիշ բան մտածենք։ Եկեք պետական տուրք դնենք վարչական բաների վրա, բողոքարկումների վրա, որը առաջ քաղաքացիները ազատված էին պետական տուրքից, եկեք պետական տուրքով ծանրաբեռնենք։ Հետևյալ նախնդիրը, ես 4000 դրամ պիտի պետական տուրք վճարեմ օրինակ, 3000 դրամանոց ակտը բողոքարկելու համար։ Լուծեցին խնդիրը, որոշակի լուծեցին։ Բազմաթիվ քաղաքացիներ ուղղակի ասում են տանենք ակտը մուծենք։ Այսինքն սրանով եւ արդարադատության որակը չբարձրացավ, եւ արդարությունը ուղղակի բերեցին հավասարեցին գետնին։ Բայց ես չեմ կարող քաղաքականությունն այս թեման չխառնել իրար այս բանին։ Այս իշխանությունը այլ բան չէր կարող անել։ Հիմա նոր բան են բերել, հաշտարարի ինստիտուտը, որը քաղաքացիական իրավական որոշ ոլորտներ իբրև թե հեշտացված կարգով քննում է։ Մարդը դիմում է դատարան, ասում է ալիմենտ տվեք, երեխա է ապահում, չէ, ալիմենտ է ուզում, բաժանվել են ամուսնուց։ Առաջ դատարանը այդ մի կերպ քննում էր 2 տարում տալիս էր այդ ալիմենտը։ Հիմա ասում են, չէ, գնա մի 3-4 ամիս հաշտը, դե պարզ է, մարդիկ համաձայնության չեն եկել, եթե դատարան են գնում։ Եթե համաձայնության գային, առանց դատարանի կլուծեին խնդիրը։ Ասում է, չէ, գնա մի 3-4 ամիս հաշտարարի ինստիտուտում տանջվի, հետո նորից կգաս դատարան, կգաս նորից դատական գործերի քանակը չքչացավ, ընդհակառակը վարույթները ծանրացան, որտեղ հաշտարարի ինստիտուտը մի 50-ից թուղթ է հավաքում, էդ էլ է ուղարկում դատարանին։ Նաև այս իմաստով եմ ասում, որ մենք այս պահին չունենք իրավական անվտանգ միջավայր, որտեղ այն մարդիկ, ովքեր որ որոշում են դատա իրավական համակարգում խաղի կանոնները, իրենք կտրված են, իրենք չունեն պատկերացում, հա, այդ խորությամբ։ Ես մի բան էլ կուզենա, էլի, առանց անուններ տալու։ Մի հատ հիշեք 96 թվականին ովքեր էին, ինչ գիտնականներ, ինչ փորձով, ինչ պրակտիկ բանով այդ ռեֆորմները անցկացնում եւ ովքեր են այսօր անցկացնում այդ բաները, հա։ Այս մի հատ նայեք այդ սահմանադրական հանձնաժողովի անդամներին, այս մի քանի հատ եղել է։ Մի հատ նայեք այդ մի փաստի մասին կուզեի ասել, որ այդ քրեական դատավարության, հա, որ պարոն Դավթյանն ասում է, շատ բաներ ձևական բնույթ են կրում։ Քրեական դատավարության օրենսգիրքը բերվեց խորհրդարան նախագիծը 2012 թվականին 5-րդ գումարման ազգային ժողովի քննարկմանը։ 5 տարի քննարկելուց հետո, պարոն Դավթյան ինձ կուղի, եթե ինչ-որ բան սխալ ասեմ, 17 թվականին այդ նախագծի կեսին չէին հասել դեռ։ Այն ծավալի աշխատ, ամեն հոդվածի վրա, ամեն էլի բավականին անհամեմատ ավելի լավ կազմով ու եթե դուք արդեն 7-րդ գումարման ազգային ժողովը կապտան, չէ՞, ընդունեց այդ բանը, թե այդ մի հատ չէ, նախորդն է։ 21-ին ընդունեց, 22-ին ուժ։ Հա, բայց քննարկումներն արեց նախորդ բանը։ Ես հիշում եմ, մի շաբաթ է տևել քրեական դատավարության օրենսգրքի հանձնաժողով մտնելու բանը առաջին թերթման ուղարկելու։ Այդ նույն բանով կարող ենք մենք խոսել ապօրինի գույքի այդ բանի, այդ օրենքի մասին։ Դրա քննարկումները դիլետանտ, առանց մեջը մտնելու, առանց խորանալու։ Ես ձեզ մենակ մի հատ փաստ ասեմ։ Օրենքի նախագիծը մտել են հանձնաժողով պետաիրավական քննարկման։ Նախագծի մեջ գույքի արժեքը եղել է ուրիշ բան գրած, բայց քանի որ մինչև նիստը սկսելը մենք ասում ենք, որ չի կարելի այս արժեքով մտցնել, այս բոլոր քաղաքացիների վրա գրեթե այսօրվա անշարժ գույքի գներով դուք տարածում եք, նախագծի մեջ ուրիշ թիվ է գրած եղել, նախագիծը ներկայացնելուց բանավոր վերջի պահին հասկացել են, որ չէ, այս թվով պետք չի անել։ Մտել են ուրեմն օրենքի քննարկման այլ թիվ է հրապարակել, մենք նստած զարմացել ենք, այդ երբ գրիչով անգամ չէր հասցնի փոխել այդ բանը։
Հիմա այս միջավայրում մենք ես կարծում եմ, որ դատաիրավական ռեֆորմներից առաջ այլ շատ ավելի կարևոր ռեֆորմներ են անհրաժեշտ, որովհետև այս միջավայրում մենք չենք հասնելու ոչ արդարադատության որակի բարձրացում, ոչ դատաիրավական համակարգի անկախության մասին ընդհանրապես ակնհայտ է, որ խոսելը ուղղակի ծիծաղելի է, երբ որ գիտեք, մենք 2008 թիվ տեսած մարդիկ ենք, մենք գիտենք ոնց էր քրեական այդ գործերը կարվում, մենք տեսել ենք, թե դատարանը ոնց էր քննում, բայց ուղղակի ակնհայտ տեսանյութը կա, 3 հոգի կանգնած հանգիստ զրուցում են, առանց վեճի, առանց որևէ բանի, 5 րոպե հետո այդ 2 հոգուն կալանավորում են, ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածով։ Այս արդեն ակնհայտ է, որ մենք գործ չունենք ընդհանրապես համակարգի, ընդհանրապես օրենսդրության հիմա, օրենսդրությունը, պարոն Դավթյան, ինչքան էլ լավացնենք, միևնույնն է, այդ սուտ մատնագրի վրա քաղաքական նպատակներով, քաղաքական դրդապատճառներով մարդկանց ձերբակալելը, կալանավորելը ու դատարան տանելը մեղքը ուրեմն ճանաչելը եւ հաստատելը եւ դատապարտելը այդ դառել է այս համակարգի համար սովորական, չգիտեմ, առօրյա մի հատ կենցաղային բան։ Այնպես որ իհարկե մենք դատաիրավական ոլորտ երբ որ այլ միջավայրում կլինենք, ամենակարևոր խնդիրներից մեկը լինելու է արդարադատության որակի բարձրացումը այն աստիճան, որ արդարությունը չոտնահարվի, այդ հասարակության մոտ արդարության եղած արդարությունից ինքը բավարարված լինի, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ մինչև ցավոք սրտի արդարադատության հիմնախնդիրներին անդրադառնալը մենք ունենք իրավական անվտանգ միջավայրի ստեղծելու խնդիր։ Այսքան։